Պատերազմի եւ երկարամյա պատժամիջոցների պայմաններում Իրանի տնտեսությունը կանգնած է իր ամենաբարդ փորձության առաջ։ Financial Times-ը գրում է, այս մարտահրավերների պայմաններում Իրանը հենվում է դիմադրողական տնտեսության մոդելի վրա։ Տասնամյակների ընթացքում զարգացրել են արտադրությունը, դեղորայք, ավտոպահեստամասեր եւ կենցաղային տեխնիկա։ Իրականում Իրանը 40 տարի գրեթե պատժամիջոցների մեջ է եւ տնտեսական լուրջ խնդիրներն էր նույնիսկ մինչեւ պատերազմը եւ նաեւ բողոքի ակցիաներ կար կապված հենց տնտեսական խնդիրների հետ, բայց Իրանի տնտեսությունը նախ պատժամիջոցների պայմաններում բավականին ինքնաբավ է դարձել, այդքան էլ լուրջ։ Երբ որ ներկայացնում է, որ Իրանը ներմուծման խնդիրներ ունի եւ այլն, բավականին լավ տնտեսական հարաբերություններ ունի Իրանը եւ ԵԱՏՄ երկրների հետ, եւ Չինաստանի հետ, եւ Հնդկաստանի հետ, հարևան երկրների հետ, Իրաքի, Պակիստանի, արաբական գրեթե բոլոր երկրների հետ բանջարեղենի, նույն Դուբայի հետ։ Ըստ Financial Times-ի հոդվածի, նույնիսկ ծանր պայմաններում պողպատի քիմիական գործարանները սննդի արտադրությունը շարունակում են աշխատել, ապահովելով ներքին կարիքները։ Սակայն վերջին օդային հարվածները վնասել են որոշ արդյունաբերական օբյեկտներ, ներառյալ պողպատի գործարանները, որոնք հանդիսանում են ոչ նավթի ոլորտի հիմնական արտահանման աղբյուրներ։ Գնաճը մարտի դրությամբ հատել է 50.6%-ի սահմանը, ինչն ամենաբարձրն է վերջին տասնամյակների ընթացքում։ Իրանը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ է, քանի որ ունի նավթ եւ գազի համաշխարհային ամենամեծ պաշարներից, այսպես ասած, մեկն է հանդիսանում տնօրինող երկիր, բացի դրանից սննդի հետ կապված սննդամթերքի ինքնաբավ է 80-ից 90%-ով, հիմնականում հացահատիկով ապահովված է եւ այլ պտուղներով, բանջարեղենով, սակայն ներմուծում է անասնակեր, պարարտանյութեր, որոնք, այսպես ասած, էապես նաեւ կախվածության մեջ են դնում արտաքին միջավայրից եւ այսպես ասած մենք ամբողջովին չենք կարող ասել որ ինքը ինքնաբավություն ունի այնուամենայնիվ ինքը կախված է միջազգային շուկաներից այդտեղ տեղի ունեցող գնանշման քաղաքականությունից եւ հետեւաբար տնտեսությունը այս պատժամիջոցների նաեւ այս պատերազմի արդյունքում բավական մեծ վնաս է կրել։ Ըստ հեղինակավոր պարբերականի միևնույն ժամանակ ԱՄՆ իսրայելական հարձակումները նաև որոշակի տնտեսական օգուտ են բերել Իրանին նավթի գների բարձրացման շնորհիվ։ Brent տեսակի նավթի գները անցել են $100 սահմանը, եւ ըստ արտասահմանյան վերլուծաբանների երկիրը օրական վաստակում էր ավելի քան $140 միլիոն, քանի որ շարունակում էր արտահանել միլիոնավոր բարել նավթ։ Իրանական կողմը որպես պատերազմի ավարտի պայման խոսում է փոխհատուցման մասին, նշում է Գարիկ Միսակյանը, հավելելով նաև Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելը օգուտ է երկրին։ Իրանական տնտեսության մեծ մասը չի կանգնել, նաև քաղաքական ղեկավարություն եւ իր պետության գործունեությունը չի կանգնել, այսինքն այն բոլոր հաշվարկները, որ արվել էր, կարծես թե չեն գործում։ Եվ եթե պետության փլուզման չի գնում եւ համակարգը գոյատևում է, կարծես թե եւ մնալու է։ Հավանաբար նաև տնտեսական փլուզում Իրանում չի լինելու եւ բավականին բարդ է ասել ինչքան կլինի գնաճը կամ ռեալի կարգավորումը, բայց պատերազմի ավարտից հետո եթե Իրանի պահանջների որոշակի բավարարում լինի, իսկ դրանց մեջ մտնում է նաև պատժամիջոցների չեղարկումը կամ որոշակի չեղարկումը, ապա Իրանի տնտեսության վերականգնումը մի քանի տարվա խնդիր կլինի Իրանի համար։ Իրանի ՀՆԱ-ն տարեկան մոտ $385 միլիարդ կարգի է եւ աշխարհի տնտեսությունների 50-յակում է, արձանագրում է տնտեսագետը։ Հայաստանի արտաքին առևտրի համար եւս կարևոր գործընկեր է, նաեւ լոգիստիկ առումով։ Մեր արտաքին առևտրաշրջանության շուտ 20-ից 25%-ը անցնում է Իրանի տարածքով, այսինքն այստեղ անկայունությունը, պատերազմական իրավիճակը անմիջականորեն խաթարում է մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը եւ հետեւաբար նաև ազդելու է մեր տնտեսության վրա։ Բացի դրանից նաև մենք Իրանից ներմուծում ենք գազ էլեկտրականության դիմաց, արտանում ենք էլեկտրականություն եւ նաև տարբեր տեսակի հումք-նյութեր, այսինքն երկաթ, պողպատ, որոնց ընդհատումները կամ այսպես դժվարությունները բավական խոցելի կդարձնեն նաև մեր արտադրությունները, որոնք այդ հումքը օգտագործում են եւ այստեղ կառաջանան նաև որոշակի տնտեսական խնդիրներ նաև արդյունաբերության ոլորտում։ Հայաստանը Իրանի համար վստահելի գործընկեր է եւ հաշվի առնելով նաև արաբական ծոցի պետությունների հետ առաջացած հարցերը, մեր երկիրը դեպի ԵԱՏՄ շուկա կարևոր հանգույց կարող է լինել։ Իրանագետի դիտարկումն է։ Սա եւս մեկ առիթ է, որպեսզի բավականին մեծանա ապրանքաշրջանառությունը, որովհետեւ արաբական պետությունների հետ մինչեւ Իրանը վերականգնի իր լիարժեք հարաբերությունները կանցնեն տարիներ, կարծում եմ, եւ նաև չի վստահելու այլևս Իրանը արաբական պետությունն, այսինքն մենք մնում ենք որպես վստահելի բարեկամ պետություն։ Փորձագետները միջազգային մամուլի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ այս մակարդակի ավերածությունների վերականգնումը կպահանջի առնվազն 10 եւ ավելի տարիներ։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։